Գնում ենք գտնելու Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին։ Այո, հենց գտնելու։ Քանի որ 50-50 է, մենք այն կտեսնենք, թե ոչ։ Ասում են այս սեզոնին վանքը ջրի տակ է անցնում։ Նույնիսկ տեղացիները չգիտեն, երբ գնան, որ կարողանան վանքը տեսնել։ Բերբախտը բերում է եւ տեսնում ենք վանքը կիսով չափ ջրի մեջ։ Ապշեցնող գեղեցկություն։ Ափսոս, որ վանքից մնացել է մի քանի պատ ընդամենը։ Պատկերացնում եք, 5-րդ դարում է այն կառուցվել։ Այս վանքը հայ ճարտարապետության մեջ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է եղել, բայց արդեն 60 տարի ինչ կառուցվել է ապարանի ջրամբարը, Սուրբ Պողոս Պետրոսը տարվա կեսը մնում է ջրի գերության մեջ։ Երբեմն ջուրը հասնում է մինչև պատուհաններ, երբեմն ծածկում վանքը ամբողջությամբ։ Մի քանի տարի առաջ ողողումներից ամբողջությամբ քանդվել է վանքի արևելյան պատը։ Ու դեռ հարց է, ինչ վիճակում կլինի այս վանքը մի քանի տարի հետո։ Ինքներն եկեք Արագածոտ մարտ ապարանի ջրամբար, որպեսզի տեսնենք այս հրաշքը։ Հասցրեք, քանի դեռ